Անգուբինյան Հազարշավի ամբողջ ընթացքում դիմադրիչները, հատկապես Հայաստանի ներկայացուցիչները, մարդկանց վախեցնում էին 300,000 ադրբեջանցիներով, հիմա սահուն անցում կատարեցին թուրքերի, ըստ ձեզ նպատակը որն է, որակարգի բացակայություն ունեցել։ Չգիտեմ նպատակը որն է, բայց ես կարծում եմ, որ այդ արդեն հասկանում եք, շատ բառեր են արժեզրկվել։ Ինչ բառ ասես կա, արժեզրկվեց այս վերջին 6 տարվա ընթացքում։ Ժամանակն է հրաժարվել կլիշեներից, դոգմատիկ բառերից։ Հիմա դուք տեսաք, որ ընդդիմադիր գործընկերներից մեկը ինձ հարցնում էր թուրք տեսել եք թե ոչ, պարզվեց ինքը ադրբեջանցի է տեսել, շփվել է հետը եւ ես կրկնում եմ, այստեղից էլ եմ կրկնում, ոչ մի վատ բան չի արել, թող ինքը չարդարանա, ձեզ էլ եմ հորդորում մեղադրական հարցեր չտալ այդ երիտասարդ падգամավորին, բայց սա ցուցիչ է, որ fake թեմաներ են, էլի, ինչ որ փուչիկներ են դրանք, որ հա օգտագործվում են երևի միմյանց կերպարը վնասելու համար կամ հարձակում են միմյանց կերպարի վրա, բայց հենց դա է բերում նրան, որ բովանդակությունը կորում է, դրա փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի քննարկել բովանդակությունը, թեկուզ կոշտ կերպով, թեկուզ սուր կերպով, բայց ճիշտ կլինի քննարկել բովանդակությունը։ Համեցեք։ Իդեպ Արմատ մեդիայի ներկայացուցիչ, եթե ուզում է հարց տա, ես դեմ չեմ, կարող է տալ։ Համեցեք։ Պարոն Ռուբինյան, ընդհանուր առմամբ ինչպես եք կարծում, հա, ընդդիմադիրները առհասարակ համագործակցության ինչ-որ պատրաստվել, որքանով են պատրաստվել, ինչպես հնարավորությունների համագործակցությունը հատկապես այն որոշումների կայացման հարցում, որոնք վերաբերում են ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը։ Չգիտեմ, կապրենք, կտեսնենք, ըստ աշխատանքի դա կերևի։ Շնորհակալություն։ Համեցեք։ Հա, հերթով իրար հետևից։ Չէ, հետո դուք եւ Շնորհակալ եմ։ Եվ հարցս ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գիտեք, որ հայտարարել է, որ հրաժարվելու է աշխատավարձից եւ պարգևավճարից, բայց նրա ղեկավարած խմբակցության անդամները կստանան աշխատավարձ, կհրաժարվեն պարգևավճարից։ Նախ ձեր վերաբերմունքը պարոն Կարապետյանի եւ նրա խմբակցության այս որոշմանը, ընդունում եմ նաեւ Պարզաբանում Անգուբինյան կա ազգային ժողովում այդպիսի պրակտիկա աշխատավարձերի վճարման հետ կապված, որ ինչ-որ մեկը աշխատում է անբացառապես, չի ստանում աշխատավարձ եւ նաեւ պարգևավճարներից հրաժարման մեխանիզմ։ Շնորհակալ եմ, չկա նման մեխանիզմ եւ պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից, այլ բան, որ ինքը կարող է ստանալ աշխատավարձը եւ, չգիտեմ, տալ ինչ-որ մեկի, դա իր գործն է արդեն, նույնն էլ վերաբերվում է պարգևավճարներին, բայց աշխատավարձը ինքը պիտի ստանա եւ կստանա։ Մնացածը իրենց գործն է, ես կարող եմ ասել, որ մենք մեր խմբակցության падգամավորներս չունենք եկամուտի այլ աղբյուր, համենայն դեպս օրինակ ես չունեմ եկամուտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է եւ ցավոք չեմ կարող հրաժարվել աշխատավարձից։ Բայց չգիտեմ, եթե հարուստ լինեի, կարող է եւ կարողանայի, չգիտեմ, բայց ես ամեն դեպքում կարծում եմ, որ սա այսինքն եւս մեկ ցուցիչ է, որ խնդիրներ առաջացնում են, երբ որ բիզնեսն ու քաղաքականությունը հատվում են, բայց ամեն դեպքում պարոն Կարապետյանի իրավունքն է, իր որոշելիքն է, բայց խնդրում եմ առանց արձագանքի, որ հասցնենք, ժողովուրդ, համեցեք։ Պարոն Ռուբինյան, ինձ հետաքրքիր է ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Ավագիմյանի հնչյուն մեդալի պրոֆեսիոնալիստիկ Սիմոնյանն այդ խնդրելով դիմացի գնահատեք եւ որպես համոզում հակառակության կոմիտեն ուսումնասիրում է իր կողմից գործարքները, գնումները, բավականին պարզվի կորուպցիաների եւ մեդալերի Պարոն Առաքելյանը միայն Արլեն Սիմոնյանի թիմակիցը չէ, նաեւ իմ թիմակիցն է։ Պարոն Առաքելյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, ես պարոն Առաքելյանին պատվո մեդալով եմ պարգևատրել վերջին տարիներին իր շատ լավ աշխատանքի համար, ոչ պարոն Սիմոնյանը ինձ նման խնդրանքով չի դիմել, ձեր մյուս հարցի մյուս մասով ես որևէ տեղեկություն չունեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարծում, որ հնարավոր է այն ինչ դուք նկարագրում եք, շնորհակալություն։ Եվ գերեւի 24 նյուս, չէ՞։ Բայց արդեն տվեց ձեր գործընկերը հարց։ Շնորհացը եւ Պարոն Ռուբինյան, ձեր թիմակիցների մասով մասնավորապես Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի, չնայած որ պարոն Կոնջորյանը քիչ առաջ նիստերի դահլիճում ներսրվեց կամ վստահվեց, որ հիմա այն օրինակ հիշումի
կնոջը կամ եղբորը, բայց կարծում եմ Վարդաստիճան Պաշտոնյանն ով հավատում է լինել ազգային ժողովի փոխանցում իրեն այդ հարցերը պետք է, բայց քանի որ ոչ մի կերպ լրագրողը եւ չի կոմունիկացվում եւ չի ուզում պատասխանել, նաեւ ստիպված եք ձեզ այդ հարցերը հղել, բացի այն, որ օրինակ Ավետ Կոնջորյանի ծեծի ենթարկելու դրվագը եւ ոչ միայն նրան ծեծի ենթարկելու դրվագը կողմից թույլ տված խուլիգանական արարքները, օրինակ անչափահաս աղջկա ներկայությամբ հավոյել հորը կամ կնոջ ներկայությամբ դուք դատապարտում եք այդ արարքները եւ բացի իրավական գնահատականից դրանք արդյոք չպետք է ստանան նաեւ քաղաքական գնահատականներ։ Շնորհակալ եմ, Ժորժ ջան, խնդիրն է, որ ոչ ես, ոչ դուք նախ երևի կհամաձայնենք, որ տեղի ունեցածը դատապարտելի բան է եւ, չգիտեմ, հայոյանքը եւ ծեծը եւ բռնությունը, ամեն ինչ, մարդ չկա երևի, որ չասի դա։ Հաջորդը կհամաձայնենք, որ տեղի ունեցածը ինչ որ քաղաքական դրսևորում չէ, ըստ էության միջանձնային ինչ որ թեմա է։ Հաջորդը ոչ ես, ոչ դուք, չգիտենք եղելությունը, ով ում ինչ է ասել, դրանից առաջ ինչ են ասել, դրանից հետո ինչ է եղել։ Դա համար ես դժվարանում եմ մեկնաբանել մի բան, նկատի ունեմ ընդհանուր առմամբ հեշտ է մեկնաբանում եմ, դատապարտում եմ ցանկացած հայոյանք եւ բռնություն։ Բայց մանրամասնության մեջ դժվարանում եմ մեկնաբանել, որտեղ ես ամբողջ եղելությունը չգիտեմ։ Ինչի ամբողջ եղելությունը չգիտեմ։ Կարող եք ասել, բայց գնայիք իմանայիք։ Որովհետեւ քաղաքական իրադարձության մասին չենք խոսում, միջանձնային իրադարձության մասին ենք խոսում, եւ B, որովհետեւ դա բովանդակային իմաստով։ Եվ իրավական իմաստով էլ քրեական գործ կա, թող իրավապահ մարմինները զբաղվեն, սա է։ Իսկ պարոն Կոնջարյանի մասով, ես համաձայն եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, ընտանիքի անդամների հետ կապված հարցեր կարող են բարձրացվել, բայց ինչ որ սահման կա էլի ամեն դեպքում։ Պարոն Կոնջարյանը իր եղբայրը չի, ինքը այլ մարդ է, եղբայրը այլ մարդ է եւ համաձայնեք, որ ցանկացած մեկնաբանությամբ պարոն Կոնջորյանը ինքը այս միջադեպի հետ որևէ կապ չունի։ Այսինքն ինքը չի մասնակցել այդ միջանձնային թեմային, ինքը կապ չի ունեցել այդ ինչ որ ընկերության մասին էր, չէ՞, խոսքը ոնց որ դրա հետ եւ այսպես շարունակ։ Այսքանը սիրելի գործընկերներ, ցավոք ես չեմ կարող շարունակել, պետք է անցնեմ նիստ վարելուն։ Շնորհակալ եմ, պետք է ասեմ, որ մեր շփումն էլ շատ բարեկիրթ անցավ, հույս ունեմ, որ այսպես էլ կշարունակվի։